Միջազգային հանրության շրջանում այսպիսի համաժողովների ընթացքում սեփական նարատիվը, սեփական պատմույթը ներկայացնի եւ ոչ թե այսպես կիրառվի անընդհատ պաշտպանվելու տեղեկատվական պատերազմին դիմադրելու, կողմ, խնդրեմ։ Շատ լավ հարց եք տալիս, բայց պետք է հասկանալ, թե ինչ աշխարհակահաղական իրողությունների պայմաններում են ընթանում նման ուրեմն քննարկումները, որտեղ մեծ հաշվով չնայած ես կարևորում եմ չափազանց նմանատիպ քննարկումները, բայց այս պահին դրանք ավելի շատ հնարավորություն են ընձեռում պատկերացում կազմելու այն տրամադրությունների մասին, որոնք կան Ադրբեջանում եւ երևի թե այն վերաբերմունքի մասին, որը կա տարածաշրջանից դուրս տարբեր երկրների կամ կազմակերպությունների շրջանում։ Դրանք այս պահին նման իրավիճակներում այլ առարկայական կարծես թե ազդեցության նպատակներ իրավիճակի վրա չունեն, որովհետև իրականում քանի դեռ շատ մեծ հավանականություն կա, որ անգամ մեր տարածաշրջանում որքան էլ որ բազմից է նշվում, հակամարտության ակտիվ հակամարտության հնարավորությունները էականորեն նվազել են, բայց աշխարհակահաղական ներկա զարգացումները թույլ են տալիս կանխատեսելու նման տարաբնույթ սցենաներ, որտեղ մենք տեսնում ենք, որ միջազգային իրանքի որևէ նորմ, քաղաքական նախկինում եղած, միջազգային եւ աշխարհակահաղական որևէ բանաձև չի աշխատում աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում եւ առանձին երկրներ գործում են միայն իրենց շահերն առաջ մղելու տրամաբանությամբ եւ այս պայմաններում բնականաբար խոսել ինչ որ մարտավարության մասին կամ ավելի լայն ռազմավարության մասին այնքան էլ ճիշտ չլինի, այսինքն մարտավարությունները այս պահին անգամ քարոզչական տեսանկյունից պայմանավորված են տվյալ երկրի եւ տվյալ կառավարության ունեցած խնդիրներով եւ դիցուք ենթադրենք օրինակը շատ լավ նշվեց մեր դիվանագետների խոսույթն է, որտեղ դա տեղավորվում է փաստացի կառավարության վարած քաղաքականության մեջ, այսինքն չսրել իրավիճակը Ադրբեջանի հետ, թույլ չտալ, այսինքն կամ այսպես ջուր չլցնել նրանց նարատիվները, որտեղ նրանք ակնհայտ կերպով այս պահին համակողմանի հարձակման են անցել, Գուցե եթե մենք լինենք շատ ավելի կայուն աշխարհում, ռազմավարությունը փոխվեր, այսինքն գնար ավելի ոչ միայն հակահարձակման, ոչ միայն պաշտպանության, այլև հակահարձակման ճանապարհով, բայց այս պահին մենք տեսնում ենք, որ փաստացի Հայաստանի Հանրապետության որդեգրած դիրքորոշումը այլն է եւ մարտավարությունն էլ դրան համապատասխան է, որտեվ մի կողմից եթե փորձ է արվում ցույց տալ, որ աննախադեպ իրավիճակի Հարավային Կովկասում իրական խաղաղության հասնելու համար, բայց մյուս կողմից եթե մենք շարունակում ենք հայկական կողմը շարունակում է ուրեմն այդ պատասխան անգամ հակահարձակման տրամաբանությունը քարոզչական դաշտում, դա նշանակում է, որ այդ խաղաղության խոսույթը մեծ հաշվով ձևական քող է ընդամենը եւ դրա տակ շատ ավելի իրական գործընթացներ կան, անհաշտության գործընթացներ կան, որոնք օրինակ Ադրբեջանը համարում է ռևանշիզմ։ Մենք օրինակ համարում ենք Ադրբեջանի կողմից շարունակական թշնամանք Հայաստանի նկատմամբ։ Այնպես որ այս պահին մոտեցումները մարտավարական են եւ դրանք տեղավորվում են տվյալ պետությունների յուրաքանչյուրի ուրեմն բարած քաղաքականությամբ։